Սերգեյ Բագրատյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, դժվար այս կար ժամանակում անդրադառնալ այն խնդիրներին, որ կա Հայաստանի էլեկտրական ցանցերում, բայց ես մի քանիսը նշեմ, որոնք ակնհայտ պատկեր են ներկայացնում, դրանցից են հոսարկազրկումների անվերահսկելիությունը, էլեկտրասյուների անմխիթար վիճակը, բոլոր տեղ մարզերից գալիս գյուղերում տեսել եք բոլոր հենասյուները թեքված, էլեկտրական սյուները ընկնելու վրա են, էլեկտրահաղորդալարի խճճված տգեղ տեսքը քաղաքով մեկ կարող եք նայել։ Վարկային ռեսուրսների նպատակային օգտագործում 680 միլիոն դոլարի պետք է քննել, հասկանալ, որտեղ է այս գումարները ծախսվել։ Սակագնի բարձր արժեքը Հայաստանի Հանրապետությունում համեմատության համար ասեմ, որ Հայաստանում դա 44 դրամ է, այնինչ Իրանում 0.78 դրամ, Ղրղզստանում 5 դրամ, Ուզբեկստանում 8.97 դրամ, Ղազախստանում 19 դրամ, 1 կիլովատի մասին է խոսքը, Ռուսաստանում 23 դրամ, Ուկրաինայում 24.9 դրամ, Վրաստանում 28 դրամ, Բելարուսում 29.25 դրամ, բայց Հայաստանում 44 դրամ, չգիտես ինչի ամենաթանկը տարածաշրջանում մեր մոտ է։ Եվ նաև միացումների հետ կապված։ Մեր գործընկերներն ասում են 10 անգամ թանկացնում եք տուգանքները, բայց ինչի չեք ասում, որ բաժանորդագրության մեկ բնակարանի բաժանորդագրության նվազագույն վճարը կազմում է 693,000, նախկին 177,000-ի դիմաց։ Առանձնատունը ցանցի միացնել 282,000, նախկին 65,000-ի դիմաց։ Մարզերում 234,000 դրամ են տալի միացման համար, նախկին 53,000-ի դիմաց։ 8 անգամ թանկացումներ կան։ Պետք է, եթե մենք ասում ենք որոշակի ծառայությունների մասին, պետք է այս մասին նույնպես բարձրաձայնել։ Բազմաթիվ են խնդիրները, որ պետք է քննարկել, ժամանակի սղության պատճառով կարող եմ ասել, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը 100 պատշաճի պետք է քննի այս հարցերը եւ ճիշտ եզրակացության գա։ Շնորհակալություն։ Թադևոս Ավետիսյան։ Հարգելի գործընկերներ,